Այսօրվա մեր դասը բազմապատիկների բաժանարարների հատկությունների ամրապնդման մասին է։ Այսօր մենք աշխատենք խմբային գործնական մեթոդներով, կխաղանք մաթեմատիկական լոտո և կաշխատենք պաստառի վրա Վենի դիագրամի միջոցով։ Այսօր մեր նպատակն է թվերի դասակարգումը ըստ բաժանելիության հայտանիշների։ Մենք պետք է թվերի դասակարգենք ըստ բաժանելիության հայտանիշների։ Սկսենք խաղալ մաթեմատիկական լոտոն։ Հիմա քանի որ Նարեկ ջան դու մենակ ես նստած, որպեսզի միայնակ չաշխատես, արի միացի Զինային և Անիտային։ Այ, մոտեցի աթոռ։ Հիմա յուրաքանչյուրի սեղանին դրված է լոտոյի մեկ խաղաքարտ։ Ես կարդում եմ հարցը, դուք միասին քննարկում եք, փակում եք թիվը կամ թվերը։ Պարզելամենք։ Հիմա կարդում եմ առաջին հարցը։ Գտեք 18-ի բաժանարարները։ Կարդամ երկրորդ հարցը։ Որ թիվն է 5-ի բազմապատիկ, որ թիվը կամ թվերը, բայց կենտ։ Հարց 3. Գտեք 7-ի բազմապատիկ թվերը։ Հարց 4. Որ թիվն է բաժանվում 2-ի։ Այսինքն որ թվերն եք փակելու։ Զույգ։ Ահա, զույգ թվերը։ Գտեք թիվ, որի թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Որի թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Որ թիվն է ձեր քարտում 8-ի բազմապատիկ։ Գտեք 100-ի բաժանարարները բացի 1-ից։ Տեսնեմ։ Որ թիվն է 11-ի բազմապատիկ։ Լոտո, ապրեք։ Երկու խմբերն են հավասար ավարտվեցին, տեսնենք ձեր խաղաքարտերը։ Բոլոր դաշտերը փակված են։ Ապրեք, Նանե ջան, ձեր տեսնենք, բոլոր դաշտերը փակված են, ապրեք։ Իսկ կա զույգ, որ սպասում է մեկ թվի։ Այո, դուք հրաչ, անել զույգ կա, որ մեկ թվի ա սպասում։ Դուք եք մեկ թվի եք սպասում, լավ։ Երեխեք ջան, այսինքն հաղթեցին Սարո և Արթուր զույգը և Նանե և Կարեն զույգը։ Երկուսն էլ գրավում են առաջին հորիզոնական, եկեք սա հարել գնացողների ապրեք։ Մյուս անգամը հաղթեք մյուս զույգերը, անպայման իհարկե։ Հիմա անցնում ենք մեր երկրորդ փուլի։ Երեխեք, հիմա բաժանվում ենք երկու խմբի և կատարում ենք խմբային աշխատանք։ Յուրաքանչյուր խումբ իր սեղանի ունի մեծ պաստառներ, վրան գծած Վենի դիագրամ, ունեք կպչում թղթեր, թղթերի վրա գրում եք թվերը և թաքցնում համապատասխան տիրույթում։ Առաջ խումբը 3-ի և 5-ի բազմապատիկներն եք նշում, Վենի դիագրամի վրա, կպչում թղթերի վրա գրում եք համապատասխան թիվը և թաքցնում համապատասխան տիրույթում։
Երկրորդ խումբը 2-ի և 3-ի բազմապատիկներն եք նշում, դիագրամի միջոցով։ Սկսեցինք աշխատել երեխեք։ Աշխատում ենք խմբային, համագործակցելով միմյանց հետ։ Այո, կարող եք։ Երեխեք գիտեք չէ, երկու շրջանագծերի հատման տիրույթում գրում ենք այն թվերը, որոնք երկու տիրույթի համար են ընդհանուր են։ Պարզ է։ Գիտեք չէ, երկու շրջանագծերի հատման տիրույթում գրում ենք այն թվերը, որոնք երկու տիրույթի համար են ընդհանուր են։ Տեսնենք ինչպես եք աշխատում։ Ճիշտ եք աշխատում, շարունակեցեք։ Ստեղ հաջորդը 15, որը պասիվ է, որը ստեղ է, այսինքն երկրորդ 15, ստեղ է կտակացնելու։ Պասի 15-ին հասնենք նոր ստեղ կցնենք։ Հաբա ստեղ հաջորդը 15-ն է։ Պասի սրան Հա, տարբերությունով եք սակցնում, որ գրային է, Այս Սարոջան, ինչու 15-ը հատման տիրույթում գծեք։ Որովհետև համ 3-ի բազմապատիկա, համ 5-ի։ Ահա, շատ ճիշտ է սակրել։ գալիս է 12-ը 5-ը չի 12։ Միած ստեղ Ստեղի լայվ երկրային ստեղի նույն ուսան գրել է աշատակը Այո։ Հա 21 տեղ հաջորդում Մեծ հա, այդպես Սխալ գրել Հա դեպտեր կպսուս Սա ժամիչ Սիրկրելի կպսում ես Եկինը հաջորդ 40 Ալատես շոբրսի ուտես Այ երեխեք, ինչու եք 18 հատման տիրույթում փակցրել։ Ահա, լսում եք։ Որովհետև համ 3-ի, համ 2-ի բազմապատ Ահա, շատ ճիշտ է։ Հաջորդը եկեք 3-ին անենք 36 Գրեմ հաջորդ Հա գրի Հետո Արտուրը կգրի
գալիս է 30 Ջեխեք ստեղ հաջորդը, տեսք 45-50 չի լան։ Աստեղ 39-ը պետք է աստեղ Հա, գրենք։ դե, բայց ստեղ մի հատ գրենք 60։ Եղեք ջան պատրաստեք, դրճացնեք պաստառը։ Դե յուրաքանչյուր խմբից երկու մասնագիտ կա, ընտրեք որ երկուստ է գալի ու եկեք ներկայացրեք ձեր պաստառը։ Եկեք։ Եկեք իրացակի մոտ, տեսնեք ձեր պաստառը։ Կանգնեցեք։ Ներկայացրեք Նանե ջան, Սարո, ներկայացրեք ձեր պաստառը։ Պետք է գրենք 3 և 5-ի բազմապատիկները։ Այո։ 3-ի տակ գրենք 3, 6, 21, 36, 24, 27, 33, 9, 18 Սարո ջան, ինչ պաստառ հարցը պահի։ Իսկ 5-ի բազմապատիկների տակ գրել ենք 5, 10, 20, 25, 35, 35, 40։ Իսկ հատման տեղում մենք գրել ենք 19, 5, 30, 45 և 60։ Այսինքն ինչ թվեր են դրանք, ինչու են գրել Համ հատմանը։ 3-ի բազմապատիկ են, համ 5-ի։ Եվ 3-ի և 5-ի բազմապատիկներն են դրել, դա շատ ապրեք, ձերը տեսնենք, հրաճ ջան։ Մենք գրել ենք 2 և 3-ի բազմապատիկները։ 3-ի բազմապատիկների տակ գրել ենք 3, 33, 9, 39, 129, 15, 9 և այլն։ Իսկ երկուսինը 2, 4, 8, 28, 14, 24, 16 և 530։ Իսկ հատման տեղում գրել ենք 66, 30, 120, Իսկ եստեղ լսեցի, որ 24 էր չէ, գրել երկուսի բազմապատիկները, իսկ 24-ը 3-ի բազմապատիկ չի, հա, այսինքն 24-ը որտեղ պետք է փակցնենք։ Դե հիմա ինչ անենք, տեղը փոխենք, փակցնենք 24-ը, քանի որ բաժանվում է և 3-ի և 2-ի, այսինքն պետք է փակցնենք հատման տիրույթ։ Շատ ապրեք, նստեցիք։ Երեխեք ով էր դասի ամփոփում, հիմա պատկերացնում եք, ձեր դասընկերներից մեկը բացակայել է դասից ու մեկ նախադասությամբ դուք նրան պատմում եք, թե այսօրվա մեր դասի համար ինչ նոր գաղափար սովորեցիք, ինչը ձեզ դուր եկավ, առհասարակ նկարագրեք մեկ նախադասությամբ մեր այսօրվա դասը։ Լսում եք, սկսենք Նարեից։ Մենք այսօր դասից սովորեցինք 2-ի և 3-ի բազմապատիկները, 2-ի և 5-ի, և ոչ։ Լավ, ապրես, Էլեջան։ Մենք սովորեցինք բազմապատիկների և բաժանումների թեման և ինձ դուր եկավ խմբային աշխատանք։ Լավ, ապրես։ Սարո, Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ խմբային աշխատեցինք և այդ բոլոր մասնակիցները տարբեր մտքեր տվեցին։ Ապրես։ Մենք այսօր դասին սովորեցինք ճիշտ դասակարգել թվերը և ինձ շատ դուր եկավ խմբային աշխատանքները և խաղերը։ Ապրես, ով էլով է ուզում իր կարծիքն արտահայտել։ Էլով ունի իր կարծիքը, ասա Հրաճան։ Ինձ դուր եկավ մեր համագործակցությունը։ Շատ ապրես, ասա Անիտա ջան։ Ինձ դուր եկավ, որ խմբային աշխատեցինք։ Ապրես շատ։ Էլը ինչ որ մեկն ուզում է իր կարծիքն արտահայտել։ Չի։ Լսում ենք Էլը։ Ինձ դուր եկավ խաղայի մաթեմատիկական լոտո։ Շատ լավ։ Վերջացինք։ Այո, շատ ապրեք, կեցեք, շատ դակաված մաթեմատիկական լոտո և խմբային աշխատանք։ Ապրեք։